Կերամա Մարացին, մնալով հավատարիմ ավանդույթներին, շարունակում է շրջագայել աշխարհով։ Այս անգամ մեր հանգրվանը 7 թմբի վրա գտնվող Հռոմն է, հռոմեական հավաքածու։ Դիզայներների խումբը ստեղծել է իսկական գեղագիտական հաճույք պատճառող հավաքածու։ Համեցեք տեսնել եւ կատարել ժամանակի թելադրած ընտրություն։ Կերամա Մարացի։ Այս տարի բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Սաֆարյան, այդ ոսկե դղյակ կազինոյի թալանը ես եմ արել, հատենցել գրացի մոտ։ Պան Նազարյան, հենց նոր պան Աբրահամյանը պան Ավետիսյանի հետ էր խոսում։ Աբրահամյանը ջայնացած ասում էր, որ ինքը ձեր հախից գալու է, նրանք ինչ-որ բան էին պլանավորում։ Ես ոչ մեկն էլ չի օգնի հիմար աղջիկ, բա ոնց հենց հիմա ալիկը կգա ու կօգնի։ Բա կանգնացրու մեքենան, ես քեզ ասում եմ, ես քո հետ չեմ գալիս։ Ասեցի իմ հետ ես գալու, ես դրանց գիտեմ, դրանք ինձ հետապնդելու են։ Բա կանգնացրու մեքենան, խնդրում եմ։ Դու իմ հետ ես գալու։ Ասեցի դու իմ հետ պիտի գաս։ Ես ինչ արեցիք։ Չասի սպասեք, ոչ բանի չխարրվեք, ասի չէ։ Բայց կավոր մեկ չենք խարրվել, Նազարյանը Սոնայի վեկալով տարա։ Շիպտի, էլի շիպտ։ Բայց ինչ աներ այդ տաղեն, աշկի դեմը վերցրես տարավ, ինչ աներ, գնար հետևից։ Ոնց կլիներ, Սոնային տարավ։ Կավոր, արի մեկ գնանք շիպտու հետևից հանգած մի փորձանքի չի։ Դե գնացեք, էլ մի կան, գնացեք, ես գիտեմ, որ բանը ծանցել է, գնացեք, տեսեք ինչ եք անում։ Գնացեք, Ուր ես քշում, Ադամ։ Աերոպորտ։ Բա որ Նազարյանն Սոնային ուրիշ տեղ տարած լինի։ Չէ, Լուիզ, ինձ էլ է թվում, որ Նազարյանը օդանավակայան է տարել։ Հաստատ аэропорт են քշել։ Куда еще? Ничего, сейчас догоним։ Ես ո՞նց եղավ։ Ես ինչ արեցի։ Բա որ հիմա Ռուդոն Սոնային սպանում։ Ուշեղը ճիշտ է ասում, Մուրադ, մենք ինչ-որ բանը նես չենք արել։ Ճիշտ է, մեր ծրագրածով ինչ-որ մի բան չգնաց, այնպես չէ։ Ես ասում էի, չէ։ Ասում էի, որ Ռուդոյի հարցը լուծել է պետք։ Որ մի բան նես չգնաց, ամեն ինչ ճակատագրական է լինելու։ Իսկ դուք ընդ կանգնել դետեկտիվ եք խաղում։ Լավ, ոչինչ, հանգստացի, ալիք ինչ-որ մի ձև կգտնի։ Դու ահավոր մարդ ես, ատում եմ քեզ։ Ոնց չես հասկանում, որ ես չեմ կարող ստեղ մնալ։ Ես պիտի լքեմ Հայաստանը, ու դու էլ իմ հետ պիտի գաս։ Ես ոչ մի տղա չեմ, լսում ես։ Ես մնում եմ։ Կգաս, էլ ոնց կգաս, Սոնա։ Ալի գոգնի։ Հիմարություն մի արա, հիմար աղջիկ։ Գաս դուր։ Ատում եմ քեզ, ատում եմ քեզ։ Հանգստացի, Սոնա, հանգիստ։ Ես ինչ ես անում, գաս դուր։ Նազարյան, վրեն չեմ քշելու։ Գաս դուր ասում եմ, անցի դրան։ Խնդրում եմ, բաբջան։ Սոնա ձենդ կտրի, մի խանգարի, Սոնա։ Գաս դուր ասում եմ։ Նազարյան, վտանգավոր է։ Ասում եմ, գաս դուր։ Կարող եմ մենք է շուր գանք։ Քշի անցի դրան։ Բաբ, խնդրում եմ, պեջի, բաբ։ Սոնա, մի խանգարի, հանգիստ։ Բաբ, խնդրում եմ, պեջի, բաբ։ Սոնա։ Հանգիստ, մի խանգարի, Սոնա։ Բաբ, ինչ ես անում, դուր ես սեղադրությանը կպալ։ Սոնա, թող ասում եմ, թող, Սոնա։ Սեղադրությանը կպալ։
Видно, что-то случилось. Ինչ ա եղել։ Адам, газ тур. Ходи. Ալիկ ինչ ա եղել։ Դուք միշտ տենց եք, մենակ ձերն եք առաջ տանում, մենակ ձերը։ Ախ, եթե Սոնայի հետ մի բան անես չեղավ, ես ինչ չեմ բերի։ Ախր այդ ապուշի մոտ զենք կար, հիմա ինչ իմանանք, թե այդ սադիստը ինչ կանի։ Հարութ հանգստացի։ Ոնց հանգստանա, ոնց, որ այդ անասունը Սոնային տարել ա, բա որ կրակի, բա որ Սոնայի սպանի։ Մուրադ, Հիմա ինչ իմանանք, թե այդ անասունը Սոնային չի կրակել, չի սպանել։ Ես ասում էի, չէ՞, ասում էի, որ չպետք է ձգձգենք, պիտի այդ անասունի դեմն առնենք։ Չեք ստե կանգնել, ինչի։ Ես ինձ չեմ կարող, ես գնում եմ իրանց հետևից։ սպասի, Հարութ։ Սպասի այդ տղա։ Հարութ, սպասի։ Ինչի ամիշ սենց լենում սակո, ինչի։ Սոնա։ Ալիկ, բայց ես ոնց որ իր արյունը չի, իր վրա կրակածի տեղ չկա։ Հն է։ Ողջը։ Սոնա։ Սոնա։ Ողջը, բանը չի եղել, Սոնա։ Адам, ինչ է կատարվել այստեղ։ Видно, перестрелка была. Вроде Сона ранена. Կանցնի, կրակոցից է։ Կանցնի, կլսես։ Ամեն ինչ նորմալ։ Պապայի հետ ամեն ինչ լավ է, մոռացի պապային։ Կարևորը որ դու ողջ ես։ Պապային ինչ ա եղել։ Անարա, դրարա, թևերը կապի տուր իրան, թո տանիքցի մեքենան է, տապուշին։ Նավիտ է։ Պապան, Ալիկ պապան ինչ ա եղել։ Լավ, նստեք մեքենաները, պետք չի որ մեկը ստենանք, նստեք բոլոր, նստեք։ Ալիկ պայի դրան։ Մենակ Նազարյանն է կրակել։ Հա։ Ալիկը օղակի մեքենայով ճամփեն էր փակում, այդքան բան։ Բա այդ Նազարյանը ոնց մահացավ։ Նազարյանը Ալիկի վրա էր կրակում։ Դե Սոնան էլ չէր թողում, քաշքշում էր։ Ես էլ չհասկացա, թե ոնց տեղի ունեցավ։ Երևի այդ քաշքշիկի ժամանակ էլ գնդակը Նազարյանին է կպել։ Լավ, որ ամեն ինչը տենց ավարտվեց։
Ես սպանեցի պապային Ալիկ։ Ես մարդը սպանեմ։ Վերջացրու Սոնա, այդպես բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Ախր ինքը քո վրա էր կրակում Ալիկ։ Աստված իմ, ոնց եմ ես ապրելու Ալիկ։ Սոնա, հավատա ամեն ինչ լավ է լինելու։ Դու չես սպանել ոչ մեկին։ Այդ ուղղակի միամիտ եղավ, անկարծակի եղավ։ Ես գիտեմ այդ ինչը։ Վերջ, ամեն ինչ լավ է։ Չարիք, բոլոր աղետները Չարիքից են, ու մենք հաճախ նրան սատանա ենք անվանում, ու եթե իրոք նման բան գոյություն ունի, նա ոչ թե կոտոշավոր ու սմբակավոր մի կենդանի է, այլ սովորական մարդու արտաքինով է։ Սա ինչ է, պարոն Նազարյան։ Վերցրու։ Չարիքը մեր կյանքում մարմնավորում է վաղուց սովորական դարձած մարդկային արատները, նախանձն ու հարստության մոլուցքը։ Հայ Նազարյան, հասցրեցի՞ր։ Դեռ ոչ մեկին չի հաջողվել խաբեությամբ, բռնությամբ ու թալանով ինչ-որ բանի հասնել։ Սա է մարդը, ով բռնելով Չարիքի ուղին, ուղղակի իր ողբերգական վախճանն է արագացնում։ Ընդհանուր պատկերն ինձ արդեն պարզ է, Ավանեսյան։ Մնում այս 100% համոզված լինեմ, որ Աղասյանը լրիվ ճիշտ էր ասում։ Ասա Սաֆարյան, ինչա պետք անել։ Ես հենց դրա համար եմ Մոսկվայից եկել եկել։ Աղասյանի հարցը ինձ արդեն պարզ է։ Մնում են երկու երիտասարդները, ովքեր Թալանին մասնակից են եղել։ Ես հիմա քեզ մի շարք նկարներ ցույց կտամ։ Դու տես այդ երիտասարդները դրանց մեջ են, թե չէ։ Նայ։ Ուշադիր նայ, Ավանեսյան։ Սրանցիցին գիտես։ Էսա։ Մեկ էլ էսա։ Համոզված ես հաստատ։ Համոզվելու բան չկա։ Հաստատ դրանք են եղել այդ գիշեր։ Լավ։ Դու կարաս գնաս։ Դե ես քաղաքում եմ, որ պետք կնեմ զանգեք։ Չէ, դու հաստատ պետք ես գալու, դատի ժամանակը լը պետք ես գալու Ավանեսյան։ Հիմա կարաս գնաս, շնորհակալ։ Ուրեմն այս տղուն այսքան տարի անմեղ տեղն է նստացել, հա։ Հա, տենց է դուրս գալի։ Ահա որը, լավ ինչ ասեմ, ես գնացի։ Գնա Ավանեսյան, շնորհակալ եմ։ Լսում։ Հաջողություն։ Մանուկյան Դավիթին ուղեկցեք իմ սենյակ։ Լավ։ Փաստորեն Դավիթն իրոք անմեղ է։ Ալիկ, դուք նստեք մի հատ Սոնան թող լվացվի, հեսա կգանք մենք, հա։ Լավ։ Արի։ Սոկա ջան, նստի։ Ով չգիտեմ ինչ է Սոկա։ Այ մանուկյան, այն նստի։ Դու այդ ինչ մարդ ես, հա? Փաստորեն եթե չլիներ այսքան պատահականությունը դու տենց էլ չէիր խոսալու, հա? Պատահականությունը երբեք չեն լինում։ Ասում ես չեն լինում, հա? Դու գիտես ով էր մարդը, որ իմ կաբինետից դուրս եկավ։ Ով էր։ Ոսկե դղյակի աշխատակիցներից մեկն էր, ով այդ Թալանի ժամանակ հրաշքով ողջ էր մնացել։ Հենց այդ Թալանի գիշերը փախել էր Հայաստանից։ Եթե այդ մարդը չհայտնվեր, չբերեր այդ խավատան տեսագրությունը, ու եթե դրա հետ մեկտեղ չլիներին մի շարք պատահականություններ, ես հիմա քեզ պետք է Կալանավայի ուղարկությունների։ Փաստորեն այդ մարդը ոսկե դղյակի աշխատակիցներից էր։ Հա։ Այդ հանցագործներից մեկը Աղասյան Հակոբն է եղել, մյուս երկուսը սրանք են, դու իրանց գիտես։ Շակալնավան, քավոր դու քավոր, ես երբ հասցրիր։ Այդ աշխատակցին տեսնես ոնց է գտել, ու հերիք չի հետը հասցրել անել դեռ Ալիկին էլ մահացած շակալով է փոխարինել։
Վայ, քավոր, քավոր։ Հա, ինչ ես մտածում, Մանուկյան։ Ես ես ամեն ինչի մասին այն նախից գիտեի։ Գիտեիր ու լռում էիր։ Լռում էի։ Կասես ինչն է պատճառը, եթե իհարկե գաղտնիք չի։ Գաղտնիք չի։ Արդեն վաղուցմանից ոչ մի բան գաղտնիք չի, այդքան տարի անցել։ Ու ինչն էր քո լռության պատճառը։ Եթե դու այն գլխից էլ գիտեր իրական մեղավորներին, ինչի հենց առաջի դատի ժամանակ չխոսացիր։ Պատճառը սիրածս աղջիկներ։ Եթե ես ինչ-որ բան խոստովանեի, իր կյանքը վտանգի տակ կդնեի։ Իր հերը ստիպել էր, որ դատարանում իմ դիմացուն ցուցմունք տար։ Դու մերին նկատի ունես։ Բայլում։ Ուրեմն դրա համար էր մերին ասում, որ ամեն ինչում ինքն է մեղավոր։ Մենակ ինքը չէ։ Ինքը մինչև հիմա չի կարում ների իրեն, որ նման քայլի է գնացել որ պատճառով։ Վահանն էլ, որ ողջ էր, իր սրտին էլ էր ծանր բեր։ Շակալն էլ։ Հակոբը բոլորին բռի մեջ էր պահում, ոնց թեքեր թեքվում էին, խաղացնում էր խամաճիկների նման։ Գիտեմ, Դավիթ, գիտեմ, Հավասյանն ինձ ամեն ինչ պատմում։ Ինչ ասիր։ Էդ հնարավոր չի։ Ես Հակոբին լավ եմ ճանաչում, ինքը նման քայլի ընդունակ չէր։ Ես ու սկզբից շատ զարմացա, երբ այդ Հակոբը զանգեց ինձ ու ասեց ոսկե դղյակի գործով հայտարարություն ունի անել։ Քավոր, տեսե։ Նույնիսկ Հակոբի տամարն է կարողացել բռնել ու ստիպել է, որ Հակոբը խոստովանի։ Լավ, բա հիմա իմ հետ ինչ ա լինելու։ Ոնց ես ինչ։ Հալիք լավ կլինի, որ Սոնան հիմա քնի մի քիչ։ Ճիշտ ասում շեֆ, թող գնա մի քիչ քնի հանգստանա։ Սա քո ես հիմա չեմ կարող քնեմ։ Սոնա, վերջացրու։ Պիտի քնես, որ ուշավակես ու մոռանաս ինչ եղավ Սոնա։ Հավատա դու դրանում ոչ մի մեղք չունես։ Տանը քնաբեր ունես։ Չգիտեմ Լուիս, որ խնդրեմ լոգարանում բահարանի մեջ գնաս։ Լավ հիմա։ Հիմա քնաբերը կխմես, կպարկես մի քիչ կքնես ու կհանգստանաս։ Դու չես գնա, չէ՞։ Չէ, որ կգնամ։ Ես տեղում կողքիդ կլինեմ, դու հանգիստ ուղղակի հիմա հավատա քեզ քնելա պետք։ Ինչի սենց եղավ։ Ես ինձ ամբողջ կյանքում չեմ ների։ Լավ, Սոնա, մի սկսի, էլ չենք արտասվում։ Հանգստացի։ Ես ասուն ջան, ես մի հատ խմի։ Չեմ ուզում Լուիս։ Հեսա տեղը կսկսի ազդել, արի գնանք պարկի, լավ։ Չեմ կարա Լուիս։ Չեմ կարա չկարի գնացինք։ Քեզ գնալա պետք արի։ Ու իշխար։ Շեֆ, ինչ ես մտածում։ Ասում եմ, կարող է Սոնան հոր ձեռից ատրճանակը վերցրել է, հենց ինքն էլ հորը խփել է։ Չէ, սակո ինչ ես ասում։ Սոնան տենց բան ընդունակ չի։ Ես թվում այդ քաշքշուկի ժամանակ չգիտեմ ոնց, բայց այդ երկու կրակոց եղել է ու Ռուդոլֆիկը հրաժեշտատվել ես աշխարհում։ Սոնան չէր կարող մարդ սպանել, այն էլ հորը։ Ինչ եղավ այդ արանքում եղավ։ Աստված էլ բետարից ազատի։ Մերին ասում էր այսօր աշխենի սպանություն գործով Հակոբի դատն է լինելու։ Այսօր երբ։ Մի քանի ժամից էլի։ Լուիս ոնց է պարկեց։ Դե ոնց պիտի լինի իր այս վիճակում։ Պարկելն ու քնելը մեկ եղավ։ Լուիս այդ քնաբերը ինչքան ժամանակով ազդում։ Դե սովորական վիճակում 7-ից 8 ժամ, բայց ինքը մի 10 ժամ կքնի, դու իրան մի արթնացրա, թող միջև լույս քնի։ Չէ, չեմ արթնացնի, թող քնի հանգստանա։
Շեֆ, մենք էլ գնանք, թող պարկի հանգստանը դու էլ հանգստացի մի քիչ։ Չէ, ես ինչ հանգստանում։ Ասում եմ մեկը որ մնամ շղկդախ եմ անելու, չեմ կարելու դիտիկ տամ տեղ, սու արտնոսնայմ, ավելի լավ է, իրար հետ գնանք դատար։ Հա որ։ Հա, բա ինչ մնամ ստեղ ինչ անեմ, ինչ ես անում, քնի ես հետ գնամ։ Նստեք 5 րոպե մի հատ ինձ կարգի բերեմ ու գնանք։ Ալիկը սիրում է Սոնային։ Սիրում է, բա ինչ ան։ Անկեղծ եմ ասում, որ ինձ նոր մնար ես քեզ հենց այսօր էլ բացք թողեի Դավիթ։ Բա այդ դեպքում ինչն է պատճառը։ Դե կարգը թույլ չի տալիս։ Չէ, ուրեմն ինչ որ բանի մեջ ես կասկածում։ Չէ, հարցը կասկած չի, Դավիթ, ես ընդհանրապես չեմ կասկածում։ Ես համոզված եմ, որ դու անմեղ ես ու դատարանը քեզ արդարացնելու է։ Ուղղակի ես օրենքը չեմ կարող խախտել։ Հարությունյան Կարլենի հայտարարության հիման վրա դու հիմա փախուստի մեջ ես։ Ու մենք քեզ արդեն վաղուց պետք է կալանավայրի որկաս լինեինք։ Ես հիմա էլ եմ փագի տակ։ Չէ, Դավիթ, սրանք տարբեր բաներ են։ Ինչ տարբեր բաներ դիմացել եմ, սրան էլ կդիմանամ։ Չգիտեմ էլ ինչ անեմ։ Նորից եմ ասում, չեմ կարող օրենքը խախտեմ։ Բայց մի կողմից էլ ես համոզված եմ, որ դու անմեղ ես, որ դատարանը քեզ արդարացնելու է։ Այստեղ պայելով ես կարծես թե իմ վրա մեղք եմ վերցնում։ Չէ, Սաֆարյան։ Դու քեզ մի մեղադրի, դու մեղավոր չես։ Քո տեղը մի ուրիշը լիներ արդեն այս գործը կարճել էր ու բերտեր ուղարկել, իսկ դու պատկերացնում եմ հիմա ձերոնց վիճակը։ Հերն էլ անիծած, ես քեզ բաց եմ թողում, Դավիթ։ Ինչ։ Դու որ հաստատ մեղավոր չես, ես դրանում վստահ եմ։ Բայց դատի օրը դու պիտի գաս տեղ, որ ստեղից քեզ տանեմ դատարան։ Եղավ, ինչ ուզում ես ասա, ամեն մարդու մեջ էլ Աստծուց մի բան մնացել է, ու բարին ես աշխարհում ավելի շատ է, հաստատ շատ ականջալի։ Սակո ոնց որ դրանք ուշանում են, հա? Չէ, դու ժամանակ կա։ Ամերիկաներս, բայց որ հորդ մի 7-8 անգամ ծմահտան, մեկը Հակոբին քիչ։ Ալիկ վերջացրու։ Ալիկ Հակոբը հիմա մեր կողմից է։ Լուիզ, Հակոբը երբեք մեր կողմից չի եղել, երբեք։ Ալիկը ճիշտ է։ Պապան ահա որ մարդ է, բայց ես մեկը իրեն խղճում եմ։ Այ դու ասում ես Հակոբը մեր կողմից է, Լուիզ։ Ճիշտ եմ ասում։ Հակոբը Քավորի պայմանն ընդունել է ու Դավիթի դատի ժամանակ ամեն ինչ Քավորի ուզածով է լինելու։ Այդ մեկը մեզանից ոչ ոք չգիտի, Լուիզ, չէ։ Սակո պրավ, Լուիզ, չես իմանա ինչ կլինի։ Հակոբը այդ որակը չի, որ կանգնի ճշմարտությունն ասի, կամ ոնց պայմանավորվել ենք տենց ասի։ Քինոր եք ճանաչում Հակոբին, ասեմ ինչ է ասելու։ Պետք է եկավ կանգնելու ասի, թքած ունեմ սաղիդ վրա, ձեր տիրոջներն էլ գնացեք սաղդ էլ քաշվեք։ Չէ, մի րոպե, շեֆ, եթե այսօր Հակոբի ցմա տվի, այդ նշանակում է, որ մենք գարանտիա ունենք, որ Դավիթի դատին Հակոբը մեր կողմն է։ Սակո դու ճիշտ ես։ Այդ ժամանակ պապան կմտածի, որ իրան այսպես թե այնպես սմահնստացնելու են։ Ու հնարավոր է Դավիթի դատի ժամանակ մեղքը իր վրա վերցնի, բայց եթե հանկարծ այսօր իր մեղքը չապացուցվեց։ Մի րոպե։ Ինչի կարա տես բանել, նի Սակո։ Շատ եմ մանում։ Адам? Я в таких делах тоже не очень, брат։ Մերի։ Կարա Ալիկ։ Ամբողջ հարցն էլ հենց այդ է, որ կարա լինի։ Էդ ոնց Մերի, ոնց։ Բոլորս գիտենք, որ աշխենին հենց Հակոբն է սպան։ Մորֆինս դոզա է տվել, որ խեղճ աշխենը։ Լավ Ալիկ, վերջացրու։ Դե ուրեմն ասատենը մեդ ոնց կարան Հակոբին չնստացնեն, հա։ Տենց Ալիկ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Էդ որտեղից գիտես Մերի։ Եթե պապան համոզված լիներ, որ աշխենի գործով իրան սմահ է նստացնելու, ինքը իմ ու նաև քո առաջարկը չէր մերժի։ Իսկ ինքը մերժեց։ Դա նշանակում է, որ պապան ինչ-որ հույս ունի, որ իրեն արդարացնելու են։ Որ աշխենի գործով իրեն սմահ չեն նստացնելու։ Ոնց որ թե բերում են։ Ինչ եք հավատվել այդ կինոյա ինչա։ Սվարվեք տաներով։ Ես չեմ ուզում ներս մտնամ։ Ավելի լավ է ես դուրս սպասեմ մինչև դատի ավարտը։ Ես կմտնեմ, ինձ հետաքրքիր է։ А мне тоже интересно։ Ես էլ հետդ կգամ։
Ես եմ մոտ կծխեմ, սա կո ծխելու բան։ Ոտքի դատարանն է գալիս։ Այսօր քննելու ենք ընդհանուր իրավասության դատարան ներկայացված համար 142-ի 2 քրեական գործը։ Այն է մեղադրյալ Հակոբ Լևոնի Աղասյանի կողմից մորֆի դեղատեսակի ներարկման հետևանքով քաղաքացուի Աշխեն Վարոսյանի մահվան փաստը։ Մեղադրող կողմին խնդրում եմ դատարանին ներկայացնել սույն քրեական գործում առկա փաստերը։ Պարոն Աղասյան, այս ներարկիչը ձեզ ծանոթ է։ Ներարկի սպրիչը դու ես չի մնամ այդ ցավդ տանեմ հետա չի իրա բար սպրիչը Լուիս Հակոբ ես սպրիչը հորս ես Մեղադրող կողմը դատարանն է ներկայացնում այն ներարկիչը, որով կատարվել է մորֆիի մահացու դոզայի ներարկումը։ Այս ներարկիչի վրա հայտնաբերվել է Հակոբ Աղասյանի մատնահետքերը։ Պարոն Աղասյան, ինչպես կբացատրեք ներարկիչի վրա ձեր մատնահետքերը հայտնվելու փաստը։ Քաղաքացի դատավոր, ինչ որ պետք է եղել, ես իմ ցուցմունքում արդեն ասել եմ, ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Հարցին պատասխանեք, պարոն Աղասյան։ Պատասխանեմ։ Այդ օրը, որ մտա Աշխենի հիվանդասենյակը, միամին տեսա այդ սպռիչը գետնին ընկած էր։ Այսից վերցրել դրել եմ տմբուշկի վրա այդքան բան։ Երբ ներարկիչը հատակից բարձրացրեցիք, այն լիցքավորված էր։ Այսինքն սպռիչը լիքն էր, թե դատարկ էր։ Դատարկ էր։ Մենակ ճիշտ էին ասում, որ Հակոբ ամեն ինչ երկելու է։ Может, действительно он это влетел, а? Ավտոկոսիկ նավրել։ Խնդրում եմ դահլիճում լռություն պահպանել։ Շեֆ, ասում եմ տենաս ներսի ինչ է կատարվում։ Ես վստահ եմ։ Պապան ամեն ինչ երկելու է։ Ասեմ ինչ է կատարվում ներս։ Հակոբին իմը սպրիչն են ցույց տալիս, որով դոզայա ներարկել Աշխենին։ Հակոբն էլ զարմացած ասում ախպեր։ Ես այդ սպրիչը ռիչի անգամ եմ տենում, ես խաբար չեմ։ Բայց չի կարա լրիվ սուխոյ ատկասկար։ Հենց էտա որ կարա։ Քիչ չի կարա։ Բայց այդ սպրիչի վրա Հակոբի մատնահետքերն են։ Այդ կապ չունի սա։ Հակոբը կարա հանգիստ ասի ես որ մտա պալատ։ Աշխենը արդեն ներարկումը սկսել էր։ Հələ մի բան էլ ինքն է փրկի Աշխենին, որ այդ սպրիչը ձեռից վերցրել է, բայց արդեն բանը բանից անցել էր։ Ու տենց մատնահետքերը հայտնվել են սպրիչի վրա։ Լավ, Ալեք, վերջացրու, խնդրում եմ։ Գլուխ չեմ անում, թե ինչ անելու։ Խնդրում եմ վկային ներս հրավիրեք։ Բարև ձեզ։ Դուք այս մարդուն ճանաչում եք։ Ոչ։ Խնդրում եմ ուշադիր նայեք։ Պարտադիր չի նրան հիվանդասենյակում տեսածնեք։ Հնարավոր է հիվանդանոցի միջանցներում եք տեսել։ Չէ, ես իրեն առաջին անգամ եմ տեսնում։ Աղասյան, ձեզ ո՞նց է հաջողվել հիվանդասենյակ սողոսկել, որ ոչ ոք ձեզ չի տեսել։ Ատակ, ես իմ համար գնում էի հիվանդատես։ Ես չի մարեի, որ հենց այդ օրը Աշխենը պետք է մեռնի, հողորմի իրար լավ կիներ։ Որ իմանայի միջորսինք հոգի հետս վկա կտանեի, որ շարից մարից հեռու ըլնեի, որ կասկած չընկներ վրես։ Իսկ երբ դուք հիվանդասենյակ մտաք, ներարկիչը որտեղ է դրված։ Հիվանդասենյակի տումբայի վրա, ես այդ լավ եմ հիշում։ Զախեչ, Հակոբին մեկա դատելու են, բայց ես ուրիշ բանից եմ վախենում։ Ինչից։ Որ այդ ապուշը Դավիթի դատին ամեն ինչ մերուզածով անի, կարանենց անի, որ համը դուրս գա։ Ես էլ եմ դրանից վախենում, Ալեք։ Հա, ճիշտ եք ասում։ Հակոբը որ ուզեցավ կարա դատի ժամանակ կանգնի ասի, որ ին վրա ուժ են գործածել, ես էլ սխալ ցուցմունք եմ տվել։ Ու այդ ժամանակ համ դատը կհետաձգվի շեֆ, համ էլ քո համար շատ վատ կլինի։ Դա ինչ ուզում ալնի է։
Շատ մարդատեղ դրեցին դրան։ Ես մի բան գիտեմ, որ Դավիթին պիտի արդարացնեն։ Ու կարդարացնեն 100%։ Համոզված ես Ալիկ։ Նեն էլ ոնց։ Ես գիտեմ ինչ եմ անելու։ Ինչ իմանանք շեֆ, նախ մենք չենք իմանում դատը ոնց կավարտվի։ Հələ ուր մնաց։ Մի բան հաստատ գիտեմ։ Որ Հակոբը կներես մերի, բայց Հակոբը իմ ձեռով է գնալ։ Ես էլ հարց չունեմ։ Ազատ եք կարող եք գնալ։ Это судья вроде на стороне Акопа, Луис. Քաղաքի չի ճանաչում Հակոբին։ Քաղաքացի Աղասյան, ուրեմն դուք ամեն ինչ երկում եք։ Այ քաղաքացի դատավոր ջան։ Ախր հերքելու բանը լինի որ հերքել։ Ես իմ համար ասեցի, գնացել էի հիվանդատես։ Երբ որ մտա Աշխենի պալատ, իշտ եմ։ Խեղճ Աշխենս անշարժ պարկացա։ Եմեկ էլ կողքը նայեցի տենամետու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 ttuttutt հետո վախեցա, ահա, վախեցա, շարից հեռու ասեցի, Հակոբ ջան, դրեցի տա բուժկի վրա ու փախա, ահա, թե չեք հավատում, ահա, էլ ոնց ասեմ։ Թե անակնկալ անեմ, հա։ Չէ, թող բոլորի համար էլ անակնկալ լինի։ Ինչ եք վրես նայում, որ ասում էի, Հակոբն անմեղ է, անմեղ է։ Ասա ինչ ես չափարներդ բացել խնդրում արա, ինչիդ վրա ես ուրախացի այ Աղասյան Հակոբ։ Լավ Ալիկ, հերիքա վերջացրու։ Երևում է Հակոբին արդարացրել, սա Հակոբի շան բախտում իշը։ Հակոբը անմեղ արա, ես քո գերն ու գերանդին Հակոբ։ Հա Լուիս, խոսատենանք ինչ է, մեր Հակոբը չապարները բացել էր վրս ու ասում էր, որ ինքը անմեղ է։ Լուիս, խոսա ինչ եղավ։ Դատարանը գտավ, որ ներկայացրած ապացույցը բավարար չէր և գործը հետ ուղարկեց լրացուցիչ հետաքննության։ Да, если в течение 15 дней доказательств не будет, его по всей видимости оправдают. Շանտաղն իսկականից որ շան բախտ ունի։ Մերի, այդ ջեբգիրեցյան պահով Հակոբին ինչքան էին։ Մի տարի։ Այստեղ իսկականից քաշվանք, Հակոբը հեսա նայեք ոնց է երես առնում։ Ալիկ, դու կարծում ես, որ պապան Դավիթի դատի ժամանակ քավորի ցուցումով չի գործի։ Համոզված եմ Մերի։ Հերդ ամեն ինչ հերքելու է ու դուխն էլ հլնի իրան։ Да нафига ж я в Москву слетал тогда? Это хиворада. Пан Жора и ничего Москва из полиции. Он же свидетель. Жора показал, что в ночь налета он его видел. Մինչև Դավիթի դատը լինի ես կխելագարում եմ։ Ես գիտեմ, վերջս աղս էլ ցնդելու ենք։ Չգնանք արդեն, ինչ ենք ստեղ կանգնել։ Արեք գնանք, ստեղ մենք անելիք չունենք։ Գնացին։ Մերին ուր գնաց Հասմիկ։ Դատարան գնաց Օհան, Մերի հորդատն է, շուտ չի կա։ Հակոբը լավը չի, ես գիտեմ։ Չի կարելի բանես, Հակոբը քո պապն է։ Հակոբին պապը չի, իմ պապը Օհան պապին է, հենց Օհան պապին։ Տատը ճիշտ ասում, Լևոն ջան։ Մյուս պապդ էլ Հակոբն է։ Տեսնես Հակոբին ծմա է տանում։ Թեման փոխեք։ Պետք չի Լևոնի մոտ նման բաներ խոսել։ Հիմա մեկը այդ ժամանակ ինքը ուզի չուզի։ Էդգար, ասեցի թեման փոխեք, չէ։ Լավ, ես դուրս գամ մաքրուտի։ Ես էլ եմ գալի Էդգարը բարի։
Դու հələ սրանց նայի, որ քթերը կախել են։